Գլխացավեր, գլխապտույտներ, պատճառները, սիմպտոմները, տեղակայումները։ Շատերը սիրելիներս ունենում ենք տարբեր տիպի գլխացավեր, խրոնիկ կամ սուր, կարող են տեղակայված լինել ականջով, աչքով կամ ճակատային հատվածում, գագաթային, պարանոցային, սրանք բոլորը կապված են տարբեր ներքին օրգանների հետ։ Ես միշտ խոսում եմ այդ մասին, որ կարող է տոքսիկացիան առաջացնել սպազմ պարանոցային հատվածում։ Այս դեպքում լավ չեն գործում եւ մաքրում թթվածնային եւ երիկամային մաքրող համակարգերը։ Եթե լինում է աչքով, ականջով, գլխի կեսով, սովորաբար կապված է լյարդի եւ լեղուղիների աշխատանքի հետ։ Ճակատային հատվածը կապված է ստամոքսի եւ ծոծրակի հետ։ Նաեւ հնարավոր է գլխացավը լինի թափառող տիպի։ Միաժամանակ ուղեկցվի գլխապտույտներով, հավասարակշռության կորուստով, սրտխառնոցով։ Այս դեպքում պարտադիր դիմում եք մասնագետի։ Եթե հետազոտվել եք, խմել եք տարբեր պրեպարատներ, բայց միևնույն է խնդիրը խրոնիկ մնում է, ասում ենք միգրեն կամ նևրոզ ու դեղորայքից բացի ուրիշ բան չենք ընդունում, թթվածնի հոսքը չի վերականգնվի, օստեոխոնդրոզը չի անցնի, մակաբուծային կամ ներքին թունավորմանը ուշադրություն չեք դարձնի, սրանք բոլորը այո, կարող են բերել գլխացավերի եւ գլխապտույտների։ Այրոֆլեքսում իրականացվում է իրիդոսկրին թեստավորում, որով նախ պարզում ենք պատճառը եւ տալիս ենք վերականգնման համալիր ծրագիր։